Ռուսաստանում դատապարտված վարորդ Հրաչյա Հարությունյանին Հայաստան տեղափոխելու գործընթացը սկսված է, երբ նա կլինի Երևանում։ Նորությունը հայտնող Արդարադատության փոխնախարարը հստակ ժամկետ չի նշում։ Հնարավոր սեղմ ժամկետում մեր քաղաքացին տեղափոխվի Հայաստանի Հանրապետություն եւ պատիժը կրի այստեղ։ Սուրեն Քրմոյանը կես ժամից ավելի 5 տարվա անելիքի մասին էր խոսում։ Կառավարության ծրագիրը թիրախավորում է արդարադատության բոլոր ոլորտները՝ օրենսդրությունից մինչև նոր ռազմավարություն, դատապարտյալի սնվելուց ու բուժվելուց մինչև զբաղվածություն, դատավորի ծանրաբեռնվածությունը թեթևացնելուց մինչև կաշառակերության վերացում։ Անհրաժեշտ է իրականացնել կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականության մթնոլորտ ձևավորման քաղաքականություն։ Յուրաքանչյուր քաղաքացի պետք է անհանդուրժող լինի եւ կառավարությունը այդ ուղղությամբ պետք է քայլեր իրականացնի։ Կաշառակեր դատավորի մասին խիստ էր արտահայտվել նախագահը ազգային ժողովի ամբիոնից։ Այդ կարգի պաշտոնյաների թույլ տված անարդարությունը Սերժ Սարգսյանը դավաճանություն էր որայքել հայրենիքի վաղվա օրվա հանդեպ։ Արդարադատական համակարգի բարձրաստիճան ներկայացուցիչները հայտարարում են, որ կոռուպցիոն հանցագործության մեջ մեղադրվող դատավորը քրեական պատասխանատվությունից չի խուսափի։ Մենք հետևություն ենք արել նախագահի ելույթից, որ պետք է անխուսափելիորեն պատասխանատվություն գործի, քրեական պատասխանատվություն կոռուպցիոն բոլոր դեպքերի համար։ Մենք քաղաքասարակության հետ քննարկում ենք, որ հատուկ քննչականի հենքի վրա ստեղծենք մի մարմին, որ կոռուպցիոն հանցագործությունները միայն այդ մարմինը կքննի։ 2018-ից կներդրվեն դատավորի գնահատման չափորոշիչներ։ Քննարկման կենտրոնում է անհիմն կալանքների հարցն ու վճիռը կայացրած դատավորներին պատասխանատվության ենթարկելը։ Շակե Ղազարյան, Ալբերտ Գալստյան, Ժամը լրատվական։